Դիվանագիտական լարվածություն Լիբանանը պերսոնա նոն գրադա է հայտարարել Իրանի դեսպանին հրահանգելով լքել երկրի տարածքը։ Միաժամանակ Բեյրութը հետ է կանչում իր դեսպանին Թեհրանից։ Իրանն անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Մոհամմադ Բաղեր Զողլղադրին։ Իրանի նոր գերագույն առաջնորդը համաձայնել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, հայտնել է արտգործնախարար Արաղչին Ուիթքոֆի հետ հեռախոսազրույցում։ Իրանի պատերազմի սկսվելուց ի վեր իրաքյան նավթ տեղափոխող առաջին տանկերն է անցել Հորմուզի նեղուցով։ Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Սոցիալնախարարության ենթակա խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30%-ով։ Կիմ Չեն Ընի հրավերով Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Հյուսիսային Կորեա։ Ռուսաստանը ուրախ կլինի մայիսի 9-ի տոնակատարություններին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։